Ավելի լավ է մեկ անգամ այս տեսանյութն ուղարկիր քո կնոջը եւ քեզ խնայիր տարիների բացատրություններից։ Երբ տղամարդը լռում է, դա անտարբերություն չէ, դա վերալիցքավորում է։ Կնոջ ուղեղը ստրեսից ազատվում է խոսելով, տղամարդու ուղեղը լռությամբ։ Մեզ ժամանակ է պետք, որ մարսենք ստացած տեղեկատվությունը եւ հետո որոշում կայացնենք։ Ուստի նրան 1 ժամ հանգիստ տուր եւ նա ինքնուրույն կխոսի։ Երկրորդը, տղամարդը չպետք է գուշակի քո ցանկությունները, նա պետք է դրանք լսի։ Եթե նա ինձ սիրում է, ինքնուրույն կհասկանա ինձ ինչ է պետք։ Ոչ, չի հասկանա։ Հասկացեք, տղամարդու ուղեղը ակնարկներ չի կարդում, ենթատեքստեր չի փնտրում։ Նա արձագանքում է ուղիղ խնդրանքներին։ Ավելի լավ է միանգամից ասել. ինձ պետք է քո ուշադրությունը, քան լռել, նեղանալ եւ դրանով իսկ ուշադրություն պահանջել։ Եվ սա թերություն չէ։ Դա պարզապես մեր ուղեղի առանձնահատկություն։ Հաջորդը տղամարդը չի հիշում բոլոր մանրուքները, եւ դա նորմալ է։ Ես չէ որ ասել էի, որ 5 շաբթի պոլիկլինիկա ենք։ Չեմ հիշում ես։ Տղամարդու ուղեղը տեղեկատվությունը բոլորովին այլ կերպ է զտում։ Ոչ այնպես ինչպես դուք եք մտածում։ Նա պահպանում է ամենակարևորը եւ մի կողմ է թողնում երկրորդականը։ Նա աղբը չի նետի այն ժամանակ, երբ դու անընդհատ հիշեցնում ես դրա մասին։ Նա աղբը կնետի այն ժամանակ, երբ այդ աղբը կսկսի իրեն նյարդայնացնել եւ կդառնա իր գլխավոր խնդիրը։ Եվ կվերանորոգի ծորակը, կսրի դանակը, ամեն ինչ հենց այդպես է աշխատում։ Մի բան էլ, տղամարդկանց ամեն օր երկար խոսակցություններ պետք չեն։ Եվ սա չի նշանակում, որ մենք մտերմության կարիք չունենք։ Կնոջ համար խոսակցությունները մտերմություն է, իսկ տղամարդու համար մտերմությունը միասին ինչ-որ բան անելն է։ Միասին գնալ պիկնիկ, ֆիլմ դիտել, միասին ընթրիք պատրաստել, ինչ որտեղ միասին գնալ, եւ ամենակարևորը, երբ տղամարդը գնում է իր գործերով, դա օտարանալ չէ, դա վերալիցքավորում է։ Դա լինի ֆուտբոլ, գարաժ, ընկերներ, PlayStation, համակարգիչ, ոչ թե այն պատճառով, որ դու նրան ձանձրացրել ես։ Նրան պարզապես պետք է բալանս կյանքում։ Եզրակացություն. կինը լիցքավորվում է տղամարդու հետ շփումից, իսկ տղամարդը մենակ մնալուց։ Դե դու գիտես ում պետք է ուղարկես այս ռիլսը։ Գործիր։